Նախ տերունական խոսքն ասում է. ով ցանկասիրությամբ է նայում կնոջը, արդեն շնացավ նրա հետ իր սրտում։ Սա արդար ու ճշմարիտ է, որովհետև ով ցանկասիրական մտքով է նայում, իր կամքով ու խորհուրդներով է շնությունը գործում, որովհետև տեղի, ժամանակի եւ անձնավորության բացակայության պատճառով է, որ մարմնով գործելը խափանվում է եւ նա իր սրտում է մեղքը գործում։ Երկրորդ, Տերը նաև ասում է. սրտի ավելցուկից է խոսում բերանը, որովհետև բարի մարդը իր բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը իր չար գանձերից չարն է բխեցնում։ Սրտից են առաջ գալիս շնությունը, պոռնկությունը եւ այլն, որոնք պղծում են մարդուն։ Ուստի, եթե սրտի ծնունդը չար է եւ պղծում է մարդուն, ապա առավել չար է ծնող սիրտը, որը չարության եւ մեղքի մթերանոցն է։ Հետևաբար պետք է զգույշ լինել մտքի հանդեպ, բարին հավաքել այնտեղ եւ բարին խոսել, քանզի ինչպես որ ծառն իր պտղից է ճանաչվում, այդպես էլ միտքը լեզվից ու խոսքից, որոնք նրանից են առաջ գալիս։ Երրորդ, Մովսեսը հրամայեց օրենքում. նայիր քեզ, գուցե չար խոսք լինի քո սրտում, եւ Տեր Աստված բարկանա քեզ վրա։ Սրտի չարիք է ասվում խորհուրդների մեղքը, որովհետև երբ այն թաքցնում ենք մեր մեջ, Աստված բարկանում է, քանզի ինչպես որ ծածկված կրակը հետո բորբոքվում է, այդպես էլ խորհուրդներում ծածկված մեղքը հետո վառվում է մարմնի մեջ եւ այրում այն։ Այդ պատճառով էլ պետք է խորհուրդները մաքրել մեղքից։ Չորրորդ, երանելի Հոբը իր որդիների մտքում գործվող հանցանքների համար ամեն օր Աստծուն զոհ էր մատուցում, թեև որդիները բարեգործ էին, իրենց հոր պես բնական արդարությունն ունենալով։ Սակայն խորհուրդների հանցանքների պատճառով հայրն ամեն օր զոհի միջոցով քավում էր դրանք առավոտյան եւ երեկոյան։ Իսկ մենք խորհուրդները մաքրելու համար նրա զոհերի փոխարեն աղոթք ու զղջմամբ խոստովանություն ենք մատուցում Աստծուն։ Հինգերորդ, մեր սիրտն ու խորհուրդները նման են սկուտեղի եւ տարայի, որոնցով ենք ամեն ինչ նվիրում Աստծուն։ Ինչպես եթե տարան մաքուր է, թագավորն ընդունում է աղերսն ու հաշտվում, եւ եթե կեղտոտ է, անարգում է այն, այդպես երբ մեր խորհուրդները մաքուր են մեղքից, մեր բոլոր բարի գործերն ու աղոթքները հաճելի են Աստծուն։ Իսկ եթե մեղքերով աղտոտված են, Աստված չի ընդունում եւ անարգում է մեզ, ինչպես ասում է Դավիթը. եթե սրտիս մեջ մեղք տեսնի, միթե Տերն ինձ կլսի։ 6. Իմաստունն ասում է. իմաստության Սուրբ Հոգին փախչում է նենգությունից եւ անմիտ խորհուրդներից։ Ինչպես որ նյութական լույսը միավորվում է մեր աչքի լույսի հետ եւ տեսնում ենք արարածներին, այդպես Սուրբ Հոգու շնորհի լույսը միավորվում է մեր մտքի հետ եւ այդ լույսով տեսնում ենք Աստծուն, երկնքի արքայությունը եւ հանդերձյալ կյանքը։ Ուստի ով այսպես հավատքի լույսը պայծառ է պահում եւ մտքում խոկում առաքինության բարի գործերի մասին, Սուրբ Հոգին միշտ նրա մեջ գիտության լույսն է ծագեցնում։ Իսկ եթե մեկի խորհուրդները նենգավոր են, այսինքն նա թերահավատ է եւ անմիտ, նայում ու սիրում է միայն տեսանելի բաները, այդպիսի մտքից փախչում է Սուրբ Հոգին եւ ինչպես որ արևը կույրին չի լուսավորում, այդպես Սուրբ Հոգին նրան չի լուսավորում եւ նա մնում է մեղքերի ու անհավատության խավարում։ Այս պատճառով էլ պետք է մեր միտքը մաքուր պահենք։ 7. Աստված քննում է սիրտն ու երիկամները, որովհետև մարդը երեսին է նայում, իսկ Աստված սրտին։ Ինչպես ասում է առակը, Աստված նրա երիկամների վկան է, նրա սրտի ոստիկանը եւ նրա լեզվի ունկնդիրը։ Սա որովհետև մեր հոգին 3 մաս ունի՝ բանականություն, ցասում եւ ցանկություն։ Իմաստության գիրքը լեզու է կոչում մեր մեջ եղած բանականությունը, որովհետև բանականության գործիքն է սիրտ, ցասմնական մասը եւ երիկամներ ցանկականը։ Ուրեմն Սուրբ Հոգին վերակացու եւ ոստիկան է այս մասերի վրա եւ ծածկապես նայում է նրանց գործերին, երբ շեղվում ու մեղքերի չարիքի մեջ են ընկնում, չի ներում, այլ վկայում է, որ մեր ցանկությունը շեղվեց, բանականությունը սխալվեց եւ սիրտը խռովվեց։ Եվ այդ վկայությունը մեզ
ուղիղ վիճակի մեջ է պահում, ինչպես ասում է Պողոսը, հեթանոսները, որ օրենք չունեն, բնությամբ են գործում օրենքի պահանջները, որոնք գրված են նրանց սրտում, նրանց մտքի վկայությամբ։ Այսպես Սուրբ Հոգին բոլոր մարդկանց սրտերի մեջ գրում է արդարության օրենքը, եւ այս բնական օրենքով արդարացան օրենքից եւ ավետարաններից առաջ եղած նահապետները։ Իսկ եթե մեկն ասի, եթե Աստված այդպես վերակացու է լինում մեզ, ապա ինչպես ենք մեղանչում, կասենք նախ, ինչպես որ Աստված վերակացու է մեր հոգու մասերի վրա, այդպես մեր հոգին վերակացու է մեր մարմնի մասերի վրա, եւ մեր հոգին է թույլ տալիս ու շարժում դեպի մեղքերը։ Բացի դրանից, Սուրբ Հոգին վերակացու է մեզ վրա եւ ոչ թե բռնադատող, երբ անձնիշխան կամքով հետևում ենք հոգուն, մեզ պահպանում է չարից, իսկ երբ մեր կամքով խոտորվում ենք դեպի չարը, թույլ է տալիս, որ այն գործենք, սակայն ներսից խղճի միջոցով դատում ու մեղադրում է մեզ։ Այս պատճառով էլ պետք է խորհուրդները մաքուր պահել եւ հետևել հոգու սրբությանը։ 8-րդ պատճառը, որ պետք է խորհուրդները մաքուր պահել, հետևյալն է. ամեն հոգեկան մեղք խորհուրդներով է գործվում, ինչպես հպարտությունը, նախանձը, ատելությունը, քենը, ոխը, նենգությունը եւ այլն, եւ սրանք բոլորն էլ մեծամեծ մեղքեր են, քանզի հպարտությունն ու նախանձը սատանայի գործն է, ով հպարտացավ ընդդեմ Արարչի եւ նախանձեց Ադամի փառքին, այսպես նաեւ ատելությունը, ոխը, քենը հավասար են մարդասպանության, ըստ այսմ ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է։ Եվ արյունահեղ ու նենգավոր մարդուց դու գարշում ես, Տեր, ասում է մարգարեն, նաեւ արյունահեղ եւ նենգավոր մարդիկ չեն հասնի իրենց օրերի կեսին։ Ինչ օրերի։ Այսինքն Աստված նրանց նենգության պատճառով մարմնավոր կյանքից կզրկի եւ հավիտենական օրերից կջնջի նրանց, ինչպես այլուր ասում է Դավիթը, սակայն նրանց նենգության պատճառով նրանց կզրկես կյանքից եւ կկործանես հավիտենական կյանքի մեջ։ Այս պատճառով էլ պետք է միտքը մաքուր պահել։ 9. Պետք է խորհուրդները մաքուր պահել, որպեսզի կեղծավոր, թերահավատ ու մարդախապ չլինենք, որովհետև միայն մարմինը մեղքից մաքուր պահելը լինում է մարդկանց ցուցադրելու համար, ինչպես կեղծավորների պահք պահելն ու աղոտ կանելը, եւ ինչպես ասաց Տերը, հենց դա է նրանց վարձքը։ Միայն մարմինը մաքուր պահողը նաեւ թերահավատ է, որովհետև չի հավատում, որ Աստված գիտի սիրտն ու խորհուրդները, իսկ մարդախապը, մարդուն խափողը, Աստվածախապ է։ Այս պատճառով էլ պետք է ներքին խորհուրդները մաքուր պահել, որպեսզի դրսից մարմինն էլ մաքուր լինի, ապա թե ոչ կնմանվենք սպիտակեցված գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ ու զարդարված են, իսկ ներսից լի են գարշահոտությամբ ու մեռելների ոսկորներով։ Այդպես էլ այն մարդը, ում խորհուրդները պղծված են զազրելի մեղքերով, երբեմն գարշահոտություն է արձակում չար խոսքերով եւ մարդիկ զզվում են։ Այս պատճառով էլ պետք է խորհուրդները մաքուր պահել մեղքերի չարիքներից։ 10-րդ պատճառը, որ պետք է խորհուրդները մաքուր պահել, այն է, որ առակն ասում է. ամբարիշների խորհուրդները հարցուփորձի պիտի ենթարկվեն։ Հարցուփորձը երկու տեսակ է։ Նախ Աստուծո բանի քննությունն է, որ մանրամասնաբար քննում ու փորձում է, մինչև շնչի ու հոգու զատորոշումը։ Այսինքն քննում ու որոշում է մեր խորհուրդները, թե որն է մեր կամքից ու գիտությամբ եւ որը չար սատանայի սերմանածը, որովհետեւ բոլոր չար խորհուրդները սատանան է սերմանում մեր սրտի մեջ, սակայն մենք մեր կամքով ենք հետևում ու հաճույք ստանալով աճեցնում չարը մեր սրտում։ Այս մասին է ասում մարգարեն. իմ գաղտնի մեղքերից մաքրիր ինձ, Տեր, եւ օտարից պահիր քո ծառային։ Օտարը սատանայի սերմանածն է, որին հետևում ենք եւ նրանից հաճույք ստանում։ Աստված դա քննում ու դրա վերաբերյալ որոշում է կայացնում։ Երկրորդ հարցուփորձն այն է, որ մենք սրտում զղջում ենք եւ ատում մեղքերը, գնում քահանայի մոտ եւ խոստովանում դատապարտելով մեզ։ Այժմ, երբ զղջում ենք, Աստված տեսնում է, որ մենք անմեղ էինք եւ սատանան էր, որ պատրեց ու խաբեց մեզ։ Ուստի մեզ արդարացնում է, երբ խոստովանում ենք, իսկ սատանային դատապարտում,
իբրև մեր մոլության պատճառի։ Ուրեմն, քանի որ այսպիսի հարցուփորձ պիտի լինի, պետք է մեր խորհուրդները չարից մաքուր պահենք եւ Քրիստոսին փառք հավիտյանս։ Ամեն։